Երեկ բլոգեր Քրիստինե Մարգարյանն իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում անկեղծ հրապարակում էր արել։ Այսօր ինքնազգացողությունը շատ վատացավ։ Նույնիսկ ստիպված եղա 103 զանգահարել, որից հետո հոլովակում անկեղծ մանրամասներ էր հայտնել։ Բարի երեկո ձեզ։ Շատ եք անհանգստանում, հարցնում եք, ճիշտն ասած ասեցի պասիվության պատճառը ինչն է, որովհետև հարցնելու եք ինչի սթորի չեք անում, ճիշտն ասած առավոտվանից ինձ թույլ եմ զգում, շատերդ կռահել էիք, ճնշման հետ կապված էր, էս էլ ապարատը։ Մաման զանգեց եկան, մեր շտապ օգնությունը, ճիշտն ասած առաջարկեցին ամեն դեպքում տեղափոխել հսկողության տակ, բայց ես մերժեցի, քանի որ արդեն վաղը գրանցված եմ իմ բժշկու մոտ, որ գնամ այնտեղ, եթե մինչև այդ էլի լավ չզգամ ինձ, արդեն կմնամ իրենց մոտ։ Այն կյանքս, շատ էիր վախեցել։ Այ մերնեմ ես քո ջանին, ոտերս թուլացել էր վախուց, գույնը դարել էր սպիտակ կավիչ, ախր ոչ ուտում ես քիսո ջան, ոչ ջուր ես խմում, ոչ քաղցր ես ուտում, ախր չի կարելի, չէ՞ տենց բալես։ Ճիշտ է, ջուր չեմ խմում, քաղցր չեմ Նա որ ուտում։ քեզ տանեին, նա ասաց ինձ էլ հետ էին տանելու։ Բա դրա համար չգնացի էլի։ Կատակ ես անում։ Չի կարելի, բալես, պետք է ուտես է, խմես է, քեզ լավն է, շարժվես։ Ես այն գազի Դու մեռա շարժվելով, այ գնիկ։ Արդեն երազում եմ էս կոմի վրա գամ։ Բայց մեռա շարժվելով։ Սաղոր ստեղ։ Էդի դարավ շարժվել։ Չէ, սաղոր ստեղ, ընդեղ համ աշխատում ենք, համ գնում ենք։ Չի կարելի, մեքենայով չի կարելի արդեն շատ քշել։ Всё, վերջ։ Նշենք, որ բլոգերը եղել էր Մեհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդաշարի հյուրը։ Քրիստինան փոքր հասակից փորձել է մայրիկին ուրախացնել։ Կա արդյոք պատճառ։ Գուցե տխուր էր իրականությունն ու ինչ-որ բան այն չէր։ Կար շատ ցավոտ պատմություն։ 17 տարեկան եմ եղել, որ մայրս ունեցել է հիվանդություն։ Դպրոցս չէի ավարտել, 9-րդ դասարան էի։ Դրանից հետո պետք էր ինչ-որ տեղ ընդունվեի, սովորեի, բայց ինձ այդ ամեն ինչը խանգարել է։ Մայրս ուներ բարդ խնդիրներ, ասում էին ուռուցք կա, բայց ես մինչև վերջ չեմ հավատացել։ Անցնում է մի որոշ ժամանակ, ստուգվում է, ասում են չկա այդ խնդիրը, բժշկվել է։ Մեհերի հարցին, թե կան արդյոք գաղտնիքներ, որոնց մասին կուզենար խոսել, Քրիստինան ճակերտավոր ասված անկեղծացավ, հումորով պատասխանեց հարցին։ Մեկ բան եմ ուզում բարձրաձայնեմ, շատ քչերը գիտեն, ինձ փոքր ժամանակ որդեգրել են։ Չէի ուզում դրա մասին խոսել, 14 տարի եղբայրս մեծ է ինձանից։ Մայրս ինձ չի ունեցել, 14 տարի անց հայրիկիս հետ որոշում են կարելի է որդեգրել Քրիստինային ու որդեգրում, ինչի համար շնորհակալ եմ։ Շատերին է հետաքրքիր, որտեղ է Քրիստինայի հայրը։ Իմ հայրը 3 տարեկանում գնացել է Ռուսաստանի Դաշնություն։ Շատ եմ զգացել հորս կարիքը, պապայի բաց թողումը ոչ մեկ չէր կարող լրացնել։ Թեպետ կապը կա, շփվում ենք, իմ ծնողն է, շատ սիրում եմ, բայց մամաս ա ինձ պահել, մեծացրել մեծ դժվարություններով։ Արդյոք անընդհատ աչքի առաջ լինելը այդ կերպարը ինստագրամի չի խանգարում անձնական կյանքը դասավորել։ Կարծում եմ չի խանգարել կամ չի խանգարի, չեմ անում նենց բան, որ վաց գամ ինձ։ Երբևիցե չի եղել իմ կողմից ավելորդություն, անձնականի հետ կապված երբ լինի նորություն, անպայման կկիսվեմ այդ մասին էջում։ Հեյ, ինձ լսում եք, չէ։ Ես անսահման երջանիկ եմ, որ հենց այս ընտանիք եմ գալիս, եւ որ հենց դուք եք իմ ծնողները։ Մամ, իմ գեղեցկուհի մայրիկ, ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ այսքան գեղեցիկ վայրում եմ ես։ Ես տեսնում եմ, որ դու ամեն ինչ անում ես դրա համար։ Ուզում եմ ասել շնորհակալություն քեզ։ Պապ, իմ ամենաուժեղ հայրիկ։ Ես ուզում եմ ասել, որ դու ամենապայքարող ու ամենաաշխատասեր հայրիկն ես։ Քեզ էլ շնորհակալություն։ Եվ ուզում եմ ասել, որ ձեզնից եմ սովորել անսահման սիրել եւ շնորհակալ եմ, որ հենց ձեզ եմ սիրել, առաջինը։ Իսկ հիմա արդեն ժամանակն է, որ ասեմ թե ով եմ ես։ Եվ այսպես
Ես ձեր ամենաուժեղ տղան եմ։ Այո, սիրելիներ, դե համբուրում եմ, կտեսնու եք։ Ինձ լսում եք, չէ։ Ես անսահման երջանիկ եմ, որ հենց այս ընտանիք եմ գալիս, և որ հենց դուք եք իմ ծնողները։ Մամ, իմ գեղեցկուհի մայրիկ, ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ այսքան գեղեցիկ վայրում եմ ես։ Ես տեսնում եմ, որ դու ամեն ինչ անում ես դրա համար։ Ուզում եմ ասել շնորհակալություն քեզ։ Պապ, իմ ամենաուժեղ հայրիկ, ես ուզում եմ ասել, որ դու ամենապայքարող ու ամենաաշխատասեր հայրիկն ես։ Քեզ էլ շնորհակալություն։ Այս կոկորդս ոնց հա ցավում։ Կոկորդս ոնց հա ցավում։ Դե վիրուսա, չգիտես։ Ոյ, Մի կեր, տենց բաներ, մի կեր։ հա սիրտս ուզում է։ Կյանքն է դու հազում ես, մի կեր։ Տենա Սարինան եկել է։ Որ գա կզանգի։ Մամ, նա տե չիպսը կտաս ուտեմ։ Վայ, չիպսը չի կարելի, Վայ, Քրիստի։ ոչինչ, ուզում եմ մի քիչ ուտեմ, երկու հատիկ շատ չէ։ Անենց ես հազալու, խեղտելու ես տեղը։ Չէ, Մի երկու հատիկ շատ Քրիստիկ չէ, վախշե, ոչ կանֆետ, ոչ էտի։ Դուր մի երկու հատիկ փորձեմ էլի, մամ։ Եթե ասել ես, մամա, կոկորդս, ինձանից չնեղանաս։ Չէ, դուր։ Վեկալ բացի, անի։ Հա, լավ, բացի մի հատ Ես բան չեմ եմ կարա անում։ բացեմ ես իրանից։ Չեմ կարում ես ես վանել բացեմ։ Վայ։ Մի կեր։ Օրիգինալ էլ գրել են ոնց որ բանա։ Այ մամա։ Մամ, ես ինչ աղջի։ Վայ։ Վայ մամ ջան։ Vay mama, vay mama can. Աղջի ինչա։ Աղջի դու անորմալ ես, աղջի մարդու սիրտը կագնի տեղն ու տեղը։ Աղջի դու դեբիլ ես։ Վայ, կմեռնեմ, ես չի սպասում, որ սես լավը կլինի։ Մամա ջան, մամա։ Այս ֆենը ինչ եղա փչացավ։ Ես ինչ եք արել փչացել այս ֆենը։ Մամ, Չի փչացել։ փչացել է մի հատարի նա ես խեք բաղնիքում կախում։ Փչացել էլի տուստե։ Բասի տենց չի, նայի, սենց անում է։ Միացրա այղ ճիշտ էպսելից։ Բասի։ Հələ թող, ես ինչ հող, չի տեղից բացվել է։ Մի հատ էլ ինչ եղավ սրան։ Աղջի սենց բան են անում, աղջի փչացրեցիր, այ աննորմալի մեկը։ Վայ աղջակն ասեց։ Մամա, ինքն ասե։ Աղջես ինչա։ Վայ, աստված ջան, վայ, վայ, վայ։ Չես գժի